Հանցանքի հետքով հաղորդաշարն այս նոր եթերաշրջանում հանդես է գալիս ձեզ համար կարևոր նորությամբ։ Այս տաղավարում պարբերաբար բարձրաձայնվելու են ձեզ հուզող հարցերն ու ստանալու են սպառիչ պատասխաններ նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից։ Կարևոր է իմանալ, էջի մեկնարկը տրվել է ընդամենը 2-3 շաբաթ առաջ եւ հենց այդ պահից սկսած հեռուստադիտողների զանգերն ու ներկայացվող խնդիրները չեն դադարում։ Եվ այսօր հերթական խնդրի քննարկման համար մեր տաղավարում հյուրընկալել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Երևանի պետական համալսարանի եւ փաստաբանական ակադեմիայի դասախոս փաստաբան Սիմոն Ֆարմանյանին։ Բարև ձեզ, պարոն Ֆարմանյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տևական ժամանակ է, որ արդեն մեր հեռուստադիտողներն ուղարկում են տարբեր բնույթի հարցեր եւ հարցերի մեծ մասը իհարկե կապված է բնակարան ձեռք բերելու, կառուցապատողից գնման իրավունք ձեռք բերելու եւ նմանատիպ իրավիճակներում հայտնված խնդիրներ, քաղաքացիներ, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են լուծում տալ առաջացած խնդրին։ Հերթական խնդրի մասին տեսաշարը առաջարկում եմ դիտել, որից հետո անցնել քննարկման։ Խնդրեմ։ 3 տարի առաջ բնակարան եմ գնել, բոլոր վճարումները օրենքով սահմանված կարգով կատարել եմ, բոլորի կտրոնները կա, ունեմ բոլորի կտրոնները, պետական գրանցումը արված է, բազմաթիվ մարդկանց նույն շենքում հատկացրել եմ բնակարան, ինձ չեն տալիս, ասում են էլի վճարումներ ունեք կատարելու, հիմա չգիտեմ խնդիրը ինչպես պետք է լուծել դատական կարգով, թե այլ ընթացակարգեր կան։ Շատ լավ։ Հերթական քաղաքացի, որ ցանկացել է բնակարան ձեռք բերել, կառուցապատողից գնման իրավունք է ձեռք բերել, վճարումները կատարել եւ հիմա փաստի առաջ է կանգնած, որովհետեւ կառուցապատողը մի շարք այլ առաջարկներ է ներկայացնում փաստաթղթեր ստորագրելու։ Արդյոք կարող է պարզապես դա պահանջել ստանալ իր իրավունքը, որի տերն է փաստացի այս պահին։ Սկսենք վերջից։ Այո, կարող է։ Այդ մասով մեր օրենսդրությունը հնարավորությունը տալիս է համապատասխան, մասնավորապես ավարտական ակտը ստանալուց հետո, եթե 6 ամսվա ընթացքում չի կնքվում փոխանցման ակտ, այսինքն բնակարանը սեփականության իրավունքով չի փոխանցվում բնակչին, ապա ինքը ունի երկու տարբերակ, կամ դատական կարգով ճանաչել իր սեփականության իրավունքը, կամ պարտավորեցնել կառուցապատողին իր հետ կնքել փոխանցման ակտ, որը նույն հետևանքն ենք ստանում, այսպես ասած, ուղղակի միջոց ճանապարհներն են տարբեր, դառնում է սեփականատեր։ Բայց բնականաբար սա միակողմանի իրավունք չէ եւ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո միայն իրավունք ունի բնակիչը պահանջելու իրեն սեփականության իրավունքով փոխանցել բնակարանը։ Ես որքանով հասկացա, մենք ունենք երկու տարբերակ, այսպես ասած, մեկը երբ որ բնակիչը չի կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունը, եւ երկրորդ, որ արդեն դուք ասացիք ձեր խոսքում, երբ լրացուցիչ պարտավորություններ են առաջադրում բնակչին, այսինքն պայմանագրով չնախատեսված լրացուցիչ պայմանագրեր, ճիշտ հասկացա, չէ՞։ Ինչպես հասկացա եւ ինչպես քաղաքացին լրացուցիչ մեսեջուրիցի ընթացքում հայտնեց տեղեկատվություն, մայիս ամսին արդեն ավարտական ակտը արկա է եղել, դրանից հետո տեղեկացված է եղել, որ այլ քաղաքացիներ ստանում են, ինքն ամբողջական վճարումները կատարել էր, կտրոնները ներկայացրեց, ցույց տվեց, բայց փաստացի մինչ այսօր դեռևս իրեն չեն կանչում փոխանցման ակտը ստորագրելու եւ ասում են, որ լրացուցիչ փաստաթղթեր կան ստորագրելու եւ լրացուցիչ ինչ-որ հարցեր կան պարզաբանելու, ինչպես հասկացա նաեւ գումարային առումով։ Պրակտիկայում նախ պետք է հասկանալ ինչ փաստաթղթեր են, այսպես ասած, առաջարկել ստորագրելու համար, բայց պրակտիկայում ես արդեն մոտարապես ենթադրում եմ ինչի մասին կարող է խոսք լինել։ Խոսքը կարող է լինել նրա մասին, որ օրինակ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ գումար վճարել։ Պայմանական շենքի բարեկարգման համար լրացուցիչ պահանջում են, որպեսզի վճարի X գումար, կամ չգիտեմ, գազամատակարարումը անցկացնելու համար պահանջում են, որպեսզի հավելյալ գումար վճարի, կամ չգիտեմ, այլ համատիրությանը պետք է միանաս եւ այլն, ում որում իրենց ստեղծած համատիրությանը։ Այսպիսի դա խոչընդոտ է փոխանցման ակտը ստորագրելու։ Ոչ, դա խոչընդոտ չի կարող լինել, միայն խոչընդոտ կարող է լինել
քո պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարել, իսկ մնացածը դրանք լրացուցիչ համաձայնության հարց են։ Կուզենաս կհամաձայնվես, կուզենաս չես համաձայնվի։ Այս պարագայում բնակիչը ունի տարբերակ դատական կարգով ճանաչելու իր սեփականությունը, բայց կառուցապատողները, անբարեխիղճ կառուցապատողների մասին է խոսք, ինչից են օգտվում։ Սա ասել մեր դատական համակարգի ծանրաբեռնվածությունը պատկերացնում ենք եւ կառուցապատողները իրենց այսպես ասած հենման կետը հենց դա են սարքում, ասում են դե եթե չհամաձայնվես պայմանական, 100 միավոր լրացուցիչ գումար մեզ վճարես, շատ լավ գնա դատարանում հայց հարուցի, դե ինքը հաշվարկում է, որ այս մարդը 1, 2, 3 տարի բնակարան չի ստանա եւ հետեւաբար ստիպված կհամաձայնվի ավելի լավ է 100 միավորը կորցնել։ Բայց նաև կա հակառակ կողմը, ճիշտ է, իրական, այսպես ասած, պատճառ վարքագծի սա կարող է լինել, բայց այնպես չի, որ կառուցապատողն էլ պես իրեն միևնույն է դատարան կգնաս, թե չես գնա, որովհետև դրան էլ կան հակառակ քայլեր։ Առաջինը սկսենք այնտեղից, երբ որ կառուցապատողը բնակարանը չի հանձնում, ինքը այդ տարածքի համար վճարում է գույքահարկ։ Երբ որ բնակարանը ինքը չի հանձնում, այդ բնակարանի համար, չգիտեմ, վճարում է սպասարկման վճարներ։ Երբ որ չի հանձնում, այդ բնակարանի համար գումար է վճարվել եւ հատուկ հաշվին, որին անձեռմխելի է, ինքը չի կարողանում ձեռ տալ։ Կա գումար, նա չի կարողանում դա կանխիկացնել, օգտագործել իր նպատակների համար։ Հաջորդը, երբ որ չի հանձնում բնակարանը, նա ունի ռիսկ, որ բնակիչը կարող է վնասների հատուցման պահանջով մտնել դատարան։ Օրինակ ասել դու ինձ 3 տարի դատարանում քաշքշեցիր, ես 3 տարի բնակարան չունեի եւ 3 տարվա ընթացքում ենթադրաբար իմ բնակարանը կարող էի վարձակալության տալ կամ ես վարձով եմ բնակվել, այդ գումարներն էլ ես կգանձեմ։ Այսինքն գուցե այդպես ցույց է տալիս կառուցապատողը, որ մենք խնդիր չունենք, բայց առնվազն վախեր կամ ռիսկեր այս տեսակի ունի կառուցապատողը եւ եթե բնակիչներն էլ մեկը չէ, երկուսը չէ, սկսում են ձնագնդիկի պես մեծանալ, նրա համար արագ խնդրի լուծումը ինձ թվում է ամենաշահավետն։ Այս տարբերակում մենք հասկանում ենք, որ եթե մայիս ամսին օրինակ տրվել է շահագործման ակտը, քաղաքացին պետք է այդ 6 ամսյա ժամկետը սպասի, անպայման թե կարող է մինչ այդ էլ ծանոթություններ կայացնի եւ փորձի գործընթաց սկսել։ Պետք է նախ նայել իրենց պայմանագիրը, որովհետեւ 6 ամսյա ժամկետը օրենքով նախատեսված առավելագույն ժամկետն է, հնարավոր է պայմանագրով ավելի սեղմ ժամկետ նախատեսված լինի։ Եթե սեղմ ժամկետ նախատեսված լինի պայմանական 1 ամսյա, բնականաբար հունիսից էլ կարելի է մտնել հուլիս ամսվանից։ Իսկ եթե ժամկետ չկա, այդ պարագայում ստիպված է սպասել մինչև հաշվը։ Մենք խոսեցինք այն մասին, որ քաղաքացիները եւ քաղաքացիները տեղյակ չեն իրենց իրավունքներից եւ փաստացի կառուցապատող այդ հանգամանքից օգտվելով կարող է նմանատիպ իրավիճակներ ստեղծել կամ հավելյալ գումար տալ կամ դատական քաշքշուկների մեջ ընկնել եւ հենց այստեղ է թերևս որ մեր քաղաքացիները ստացան այն կարեւորագույն հարցի պատասխանը, որ անգամ սահմանված ժամկետում փոխանցման ակտը չստորագրելու եւ բնակարանը չհանձնելու ժամանակ դուք կարող եք պարզապես դիմել դատարան եւ ոչ միայն պահանջել, որպեսի փոխանցման ակտը ստորագրվի, այլ նաև վնասի հատուցման պահանջ ներկայացնել այդ ամբողջ ընթացքի համար, որի ընթացքում չեք կարողացել փաստացի տիրապետեք ձեր բնակարանը։ Նմանատիպ դեպքերը շատ են։ Շատ հաճախ նաև լինում են քաղաքացիներ, ովքեր նշում են, որ պայմանագրային հարաբերություններում օրինակ առկա էին որոշակի դրույթներ, հենց օրինակ գազաֆիկացման հետ կապված եւ հետո արդեն բնակարանը հանձնելուց հետո հասկացել են, որ այդ խնդիրը լուծված չէ, կառուցապատողը ժամկետ է խնդրել, պատշաճ ժամկետում կրկին չի իրականացրել, այս դեպքում կրկին քայլերի հաջորդականություն ասենք մեր քաղաքացիներին։ Խոսքը վերաբերում է բնակարանը ստանալուց հետո դեպքերին։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ բնակարանը ինչպես է ստացել բնակիչը, պետք է ուշադիր լինել բնակարանը, երբ որ փոխանցվում է եւ պայմանագրով նախապես ֆիքսված է, որ պետք է X, Y, չգիտեմ, պայմաններին բավարարի բնակարանը, բայց չի բավարարում։
Փոխանցման ակտում այլ բան կարող է փոխանցման լինել։ ակտում իրանք գրում են, որ հանձնել են բնակարանը, բնակիչ ուսումնասիրել է եւ որևէ պարտք ու պահանջ չունի, ընդունելի է իր համար, այսինքն պայմանագրի փոփոխություն են կատարում։ Եթե բնակիչը այս բովանդակությամբ ստորագրում է փոխանցման ակտ, բավականին վիճակը բարդանում է, որովհետև ստացվում է, որ ինքը համաձայնվել է դրան։ Նոր պայմանների հետ։ Համաձայնվել է դրան, բայց այստեղ էլ ես մեր պետական մարմինների ուշադրությունը, հատկապես հարկային մարմինների ուշադրությունը կհրավիրեմ, որտեղ եթե պայմանագրով նախատեսված է եղել օրինակ, որ շենքը պիտի ունենար անհատական ջեռուցում, հա, ընդհանուր շենքը պետք է ջեռուցվեր, սակայն ջեռուցման համակարգերը չեն ապահովել եւ անձնել ստորագրել է, որ ես պարտք ու պահանջ չունեմ, ստացվում է, որ ինքը նվիրատվություն է արել, օրինակ այդ ջեռուցման համակարգը, որ քաշում է, արժի 100 միլիոն դրամ պայմանական։ Այդ կանով եկամուտ է ստացել կառուցապատողը Եվ այդտեղից առնվազն, հա, օրինակ, չգիտեմ, շահութահարկ է ձևավորվել եւ չգիտեմ։ Այսինքն հարկային մարմինները ես կարծում եմ այստեղ եւս անելիք ունեն, որովհետեւ մենք շատ հաճախ ասում ենք բնակիչները տեղյակ չեն, հավատացեք շատ հաճախ կառուցապատողներն էլ տեղյակ չեն, քանի որ մեր մոտ էս շինարարական բումի ընթացքում շատ կառուցապատողներ ցավոք սրտի իրանք ուղակի հող ունեն եւ շենք են սարքում։ Ներդրման միջոցներ, այո, եւ սկսել են գործողություններ, այո։ Եվ երկրորդ տարբերակը, երբ որ մենք ստացել ենք բնակարանը, փոխանցման ակտը կնքել ենք, որևէ խնդիր չկա, տեսնում ենք չի համապատասխանում։ Այդ պարագայում եւս մենք ունենք երկու տարբերակ։ Կամ պարտավորեցնել կառուցապատողին, բերել համապատասխան տեսքի, շենքը, բնակարանը, կամ երկրորդ տարբերակ, մենք այդ գործողությունները անենք, մենք ասելով բնակչինի նկատի ունեմ, եւ համապատասխան ծախսերը գանձել մյուս կողմից, եւ երրորդ տարբերակ, եթե ձեզ ձեռք է տալիս որպես բնակիչ այդ պայմաններով բնակարանը, համամասնորեն գնի նվազեցում անեք եւ տարբերությունը պահանջեք հետ։ Երեք տարբերակում էլ կան գործողություններ, որոնք պետք է անեն քաղաքացիները։ Շատ լավ, ամփոփելով մեր զրույցը, հորդոր քաղաքացիներին խորհուրդ թե նմանատիպ պայմանագրեր կնքելուց առաջ ինչ պետք է հաշվի առնեն եւ որ կետերում է պետք զգուշավորություն ցուցաբերել։ Շատ դժվար հարց եք տալիս։ Եթե պայմանագիր եք կնքում, կարդալ պայմանագիրը, պայմանագրում գրված բոլոր կետերը կարևոր են։ Եթե անկարևոր լինեն, չէին գրվի։ Ես դրա համար խուսափեմ ասել, որ այս մի կետին ուշադրություն դարձրեք, սրան ուշադրություն մի դարձրեք։ Այ մենք ասում ենք, չէ, էական պայմաններ։ Էական պայմանները էական պայմաններին է պետք ուշադրություն դարձնել, թե ավելի խորանալ։ Քաղաքացիական օրենսգրքի էական պայման է համարվում բոլոր այն պայմանները, որի շուրջ կողմերը եկել են համաձայնության, ոչ միայն օրենքով նախատեսված։ Հիմա եթե պայմանագրում գրել եք, ուրեմն ձեզ համար էական է եղել։ Եթե չեք հասկանում, չեք ընկալում, հա, իրավական որոշակի տերմիններ, կամ վստահ չեք, որ ճիշտ եք ընկալում, ավելի լավ է չխնայել օրինակ պայմանական X գումար, փոքր գումար եւ ապահովել ձեզ հետագայում։ Բացատրություն, հա, այսպես ասած, վերլուծության տալ ինչ-որ մի մասնագետի, ծախսել այդ գումարը եւ իմանալ ինչ եք ձեռք բերում, որպեսզի հետագայում փաստի առաջ չկանգնեք, թե չէ, այսպես որ ասենք, այս մի կետին պետք է մի քիչ այնքան տարբեր կարող են դրսևորումները լինել, որ հիմա կարող ենք ասել, ուշադիր եղեք փոխանցման ակտին, բայց դրանով չի սահմանափակվում պրակտիկան, այնքան էսա վատ դրսևորումներ կլինի, իսկ մենք չենք կարող։ Թերևս ամփոփելով կարելի է ասել, նախ ուսումնասիրել այն պայմանագիրը, որ ներկայացվում է ստորագրման։ Ուշադրություն դարձնել, թե փոխանցման ակտում արդյոք առկա չեն փոփոխություններ էական պայմանների վերաբերյալ, որոնք որ այլ պայմաններ են ունեցել հենց այն նախնական պայմանագրում։ Եվ ամենակարևորը երրորդը, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ յուրաքանչյուր դեպքում, եթե ոտնահարվել է իրենց իրավունքը, պետք է դիմեն մասնագետի եւ չփորձեն այսպես կառուցապատողի կամ չգիտեմ իրենց սեփական ուժերի միջոցով, կռիվների եւ այլ, չգիտեմ, ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում իրենց խնդիրը լուծեն։ Թերևս այս են կարևոր քայլեր են, որոնք մեր քաղաքացիները պետք է անեն։ Ձեզ անչափ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ այսչափ կարևոր տեղեկատվություն մեզ ներկայացնելու համար։ Իսկ մեր հեռուստադիտողներին այս պահին հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարևոր է իմանալ։